Իլհամ Ալիևի այցը Վրաստան եւ գնահատականները քաղաքական դաշտում։ Իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից Ադրբեջանը Վրաստանի համար կարևոր գործընկեր է, սակայն նաեւ ընդգծում են, որ այս այցը որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության նկատմամբ արտահայտված վերաբերմունք չէ, այլ հարգանքն է վրացի ժողովրդի եւ երկրի նկատմամբ։ Իսկ իշխանական թիմում հայտարարում են, որ Ադրբեջանի նախագահի այցի շրջանակներում քննարկված բոլոր թեմաները կապված էին տնտեսական շահի, խաղաղության եւ համագործակցության հետ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի այցը Թբիլիսի ավարտվել է։ Նա Վրաստան էր ժամանել 3 առավոտյան եւ հանդիպել է Վրաստանի նախագահի, վարչապետի եւ վրացական երազանքի պատվավոր նախագահի հետ։ Վրաստան նախատեսվող այցը եւ վրաց-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման հնարավորությունը քաղաքական գնահատականների թեմա են։ Վրացական երազանքում հայտարարում են, որ նահանգների հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը սկսվել է։ Դրա ապացույց են բերվում իշխող թիմի անդամների վերջին շրջանում Միացյալ Նահանգներ կատարված այցերը եւ վարչապետի ու պետքարտուղարի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Իսկ ընդդիմությունում համոզված են, որ առանց կոնկրետ քայլեր կատարելու իշխանությունները չեն կարող կարգավորել հարաբերությունները։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իշխող թիմի կողմից հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմը նախատեսում է ապրիլին Վրաստան ուղարկել խումբ, որը խորապես կուսումնասիրի երկրում ընթացող գործընթացները։ Թբիլիսի քաղաքային դատարանում ընթանում է պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիի նախնական դատական նիստը, որտեղ կխորեն ապացույցների ընդունելության հարցը։ Հենց այսօր կպարզվի, արդյոք գործը կփոխանցվի ըստ էության քննության։ Հավանաբար այսօրվա նիստին ներկա կլինի ինքը մեղադրյալն էլ։ Առայժմ հայտնի չէ, արդյոք նա կօգտվի խոսքի իրավունքից։ Դատախազությունը կմիջնորդի նիստը փակ անցկացնելու վերաբերյալ։ Դատավարության փակմանը դեմ է պաշտպանական կողմը։ Նիստը փակ կլինի թե ոչ, այդ որոշումը պետք է ընդունի դատավոր Նատո Խուջաձեն։ Պաշտպանական կողմի պնդմամբ գործով որևէ ապացույց չկա, որի համար նրանք այսօրվա նիստում պահանջելու են գործի դադարեցում։ Հիշեցնենք, որ Գրիգոր Լիլուաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 23-ին։ Նա մեղադրվում է նախնական համաձայնությամբ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ինչը նախատեսնում է 11-ից 15 տարվա ազատազրկում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին բարդ է։ Իսրայելի պաշտպանության ուժերում հայտարարում են, որ հարվածներ են հասցրել Իրանի 2 խոշորագույն նավթաքիմիական համալիրներին։ Միաժամանակ Իրանի բնակչությանը զգուշացնում են, որ անվտանգության նկատառումներով այսօր տեղական ժամանակով մինչև 21:00 ձեռնպահ մնան գնացքով երթևեկելուց։ Միաժամանակ Իսրայելի առողջապահության նախարարության տեղեկությամբ վերջին 24 ժամում Իրանի եւ Հեզբոլլահի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխել 133 վիրավորի։ Զուգահեռաբար լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է եւ բուժվում է Ղում քաղաքում։ Իրանի առողջապահության նախարարությունում հայտնում են, որ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ Իսրայելի օդային հարվածների հետևանքով երկրի մասշտաբով զոհվել են հարյուրավոր կանայք եւ երեխաներ։ Իրանը նույնպես հարվածները շարունակում է Իսրայելի ուղղությամբ։ Լրատվամիջոցների տեղեկություններով Քուվեյթի ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցչի խոսքով Իրանում իրականացված գործողության ժամանակ վիրավորվել է 373 ամերիկացի զինծառայող։ Նրանցից մոտ 330-ն արդեն վերադարձել են ծառայության։ Իրանի ոչնչացումը հնարավոր է մեկ գիշերում եւ դա կարող է տեղի ունենալ երեքշաբթի գիշերը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ Թրամփի խոսքով սա կրիտիկական ժամանակաշրջան է եւ ամեն ինչ կախված կլինի Իրանի գործողություններից։ ԱՄՆ-ի նախագահը նաեւ նշել է, որ պատրաստ է ծրագիր, որը նախատեսում է մինչեւ վաղը կեսգիշեր ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները։ Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահի խոսքով հակամարտության ավարտի նպատակով միջնորդների հետ բանակցությունները լավ են ընթանում։ Թրամփը գովաբանել է Իրանում 2 ամերիկացի զինվորների փրկության փաստը եւ գործողությունը կոչել պատմական։ Իրանի հեղափոխական գվարդիայի Ղոդս ուժերի գաղտնի ստորաբաժանման ղեկավար Ասղար Բաքերը լիկվիդացվել է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմական ուժերի միջազգային մամուլի խոսնակ Նադավ Շոշանին։ Նրա խոսքով Բաքերը ծրագրում էր հարձակումներ Իսրայելի եւ Ամերիկայի թիրախների վրա։ Նախատեսվում էին նաեւ գործողություններ Իսրայելում, Սիրիայում եւ Լիբանանում։ Ուկրաինայում իրավիճակը կրկին բարդ է։ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությամբ, եթե Ռուսաստանը դադարեցնի հարձակումները ուկրաինական էներգետիկ ոլորտի վրա, Ուկրաինան նույնպես նույն կերպ կվարվի։ Ինչպես Զելենսկին է նշել իր ամենօրյա ուղերձում, Ուկրաինայի առաջարկը ռուսական կողմին փոխանցվել է ամերիկացիների միջոցով։ Միաժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներին, որոնք իրենց մեթոդներով շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
Այսօր առավոտից Ռուսթավիում սկսվել են լայնածավալ աշխատանքներ գերեզմանատների տարածքներում։ Միջոցառմանը ներգրավված է մոտ 300 մաքրման եւ մոտ 100 կանաչապատման աշխատակից։ Ընթանում է ինչպես հին, այնպես էլ նոր գերեզմանատների տարածքների մաքրում կենցաղային մնացորդներից։ Տեղադրվում են նոր աղբամաններ։ Զատկի ոչ աշխատանքային օրերին քաղաքում համայնքային տրանսպորտը կշարժվի անվճար, իսկ գերեզմանատների ուղղությամբ տրանսպորտը դուրս կգա մի քանի վայրերից։ Իսանի շրջանում Իսանի Սամգորի Համալիր մարզական կենտրոնի տարածքում կառուցվել են բացօթյա մարզադաշտեր։ Նախագծի շրջանակներում կազմակերպվել են մրցաշարային եւ մարզական սքեյթ հրապարակներ, ֆուտբոլի եւ պադելի դաշտեր, ինչպես նաեւ ամբողջությամբ վերանորոգվել են տարածքում գտնվող երկու մաշված կորտերը։ Աշխատանքները վարել է Թբիլիսի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայությունը։ Ծրագրի արժեքը կազմում է 6 միլիոն լարի։